Կապիտալի ուժը հաղորդման հովանավորն է անշարժ գույքի ոլորտում առաջատար Argo Realty ընկերությունը։ Այցելեք Կոմիտաս 19 կոտորակ 1։ Սա Argo-ի հասցեն է, որ գտնեք ձեր հասցեն։ Իմ հաջողությունները բիզնեսում նախ բավական աշխատասեր եմ ես։ Դա գոլիկ ռուսերեն բառ կա ու դիսցիպլինա։ Հետո որոշ ժամանակ բիզնեսում լինելուց հետո հասկացա մի բան, որ պետք է շփվես, բիզնես անես հաջողակ մարդկանց հետ։ Անհաջողակներին պետք է կյանքից դուրս բերես, իրանք միայն անհաջողություն են բերում։ Միայն հաջողակ մարդկանց հետ պետք է բիզնես անես։ Որոնք բնատուդիկ հաջողակ են։ Փորձից հատվել, որ ես ճիշտ եմ ու ես ինքս մի քիչ էլ ֆարտովի եմ։ Բոլոր իմ ընկերները, ովքեր բիզնեսի մեջ եղել են, իմ հետ միլիոնատերեր են, անկեղծ, իրանք հիմա եւի դիտում են, բոլորը, ով իմ հետ բիզնես արել է, հաջողվել է, ֆարտովի եմ մի քիչ էլ, ու ես միշտ ասում եմ, կինս ծիծաղում է, ես Աստծո տղեն եմ, ինքը միշտ իմ հետ է։ Պարոն Գոջաբաշյան, դուք մասնագիտությամբ ֆուտբոլիստ եք եւ 2009 թվականին դուք ստեղծում եք, հիմնում եք Argo Realty ընկերությունը։ Հիմա ֆուտբոլիստից անշարժ գույքի շուկա։ Այս անցումը ձեր կյանքում ինչ կերպ տեղի ունեցավ։ Դե ֆուտբոլիստից անցումը անշարժ գույք չի եղել, ֆուտբոլիստից հետո ես տարիքով մի քիչ մեծ եմ 90-ականներին։ Ես ֆուտբոլիստ չդառա այդպես լավ, ոնց որ ասենք մյուսներն են Հենրիկ Մխիթարյան եւ ավելի Հենրիկից մեր ցածր որակի չստացվեց։ Լավ խաղում էի, բայց 88 թվին էր իմ այդ որ արդեն պետք է ես դառնայի մեծ ֆուտբոլիստ, այդ երկիրը շարժում, անկախություն ենք ուզում, ես ենք ուզում, չստացվեց։ Ես 90-ականներին դրսում էի, ինչպես բոլոր հայերը, երիտասարդ։ Գնացել եք Խոպան։ Խոպան չէ, Խոպան մի քիչ արդեն շինարարության վրա են գնում աշխատում, չէ, ես ուղղակի գնացել էի սկզբում Մոսկվա, հետո Եվրոպա, Բուլղարիայում եմ ապրել բավական երկար տարիներ, տարբեր բիզնեսներում հյուրանոցային, արտարժույթի մեջ ու հաջողել եմ։ Ես միշտ մեծ գումարներ աշխատել եմ, բայց քանի որ այն ժամանակ չունեի ընտանիք, չունեի պատասխանատվություն, որը հիմա ունեմ, այդ գումարները ոնց գալիս են, ինձ էլ վատնում էի, մի քանի անգամ նույնիսկ զրոյից եմ սկսել։ Ու 2009 թվականին ես որ Argo-ն հիմնեցի, ես այլ ընկերությունում, այլ գործընկերոջ հետ 2004 թվականից եմ ես անշարժ գույքի ոլորտում։ Այլ ընկերություններ, որ 2008-ի ճգնաժամի ժամանակ խնդիրներ ունեցավ, փակվեց, ես բացեցի միայն իմը Argo-ն 2009-ին, շատերը զարմանում են, ասում են բոլորը փակվում են, որովհետև ճգնաժամը Հայաստան ուշ հասավ, 9-10 թվականին հասավ 2008-ի ճգնաժամը, դու նոր գրասենյակ ես բացում, բացեցի, բայց հաջողվեց։ Այդ դրան էի ուզում նաև անդրադառնալ։ Ինչու հենց այդ ոլորտ, այն ժամանակ դա փողաբեր ոլորտ էր, հեռանկարային ոլորտ էր։ Գիտեք, այս անշարժ գույքի մեջ, անշարժ գույքի առողջարքի միջնորդական ընկերության մեջ եմ դեռ շինարարություն, կառուցապատում, ես հետո անցա ընթացքում արդեն, երբ որ բարձրացանք մի քանի աստիճան, փողաբեր էր երևի, այդ ժամանակ ստացվեց, այնց ինչ-որ ամբողջ կյանքս երազել եմ անշարժ գույքի գործակալություն բացեմ, չէ սուտ կլինի։ Ուղղակի պահի թելադրանքներ այդ պահին այդ ընկերությունը այդ տղաների հետ աշխատեցինք, ստացվեց, հետո ճգնաժամ, հետո Argo-ն քրտնաջան աշխատանքիչների որ-օրի Argo-ն զարգանում էր, որ-օրի, հետո որոշ ժամանակ հետո կինս եկավ Argo, արդեն տղաներս մի քիչ մեծացել էին, եկավ տնօրենն ա մեր, մինչև հիմա ինձ շատ օգնեց ու հաջողեցինք 2017-18 թվականից սկսեցինք զբաղվել միայն նորակառույց շենքերի վաճառքով։ Իմ ընկերները ես բոլորին ոնց որ բերեցի այս շուկա, մեկը սկսեցին կառուցել, մենք վաճառել, մյուս ընկերությունները ֆինանսական եւ իրավաբանական մասերն էին անում, մի թիմ սարքեցինք, որը շատ հաջողվեց։ Այդ ժամանակ արդեն գործում էր եկամտահարկի հետ վերադարձի օրենքը, ինքը 13 թվականից էր գործում, բայց լավ չէ, թե 14 չեմ հիշում արդեն։ Մի խոսքով 14-ից, հա։ Լավ չէր աշխատում, սկզբում կառուցապատողները օրենքին չէին վստահում, բայց մենք հասկացանք, որ այդ օրենքից կարելի է տուներ քաղել, ճիշտ աշխատելու դեպքում ու հաջողվեց մեր մոտ։ Հետո այլ կառուցապատողներ տեսան, որ նոր ստացումը սկսեցին մեր հետ համագործակցել, իրենց շենքերը վստահեցին Argo-ի վաճառքին,
ու հաջողվեցինք։ Արգոյի հաջողությունների մասին դեռ կխոսենք, բայց քանի ֆուտբոլից ենք խոսել, ֆուտբոլի հավաքականը ձեր սիրելի ո՞րն է։ Հայաստանի հավաքականը։ Ինչ կարծիք ունեք մեր Հիմա շատ վատ։ Ո՞րն Բայց է։ պահ կա։ Պատճառը ո՞րն է այդ վատ վիճակի դեպքում։ Հայ ենք, երևի թիմային մեր մոտ չի ստացվում ու գիտեք ինչ, խնդիրը ավելի խորն է, մանկապետանեկան ֆուտբոլից պետք է սկսեն։ Մեր ժամանակ մենք ոչ այդքան լավ դաշտեր ունեինք, ոչ այդքան շատ գնդակ ունեինք, բայց գտնում էինք խաղալ, սեր կար, ասենք իմ իդեալը ֆուտբոլում եղել է Խորեն Հովհաննիսյանը, ասենք այդ տարիներին ես միշտ ուզեցել եմ նմանվել Խորեն Հովհաննիսյանին։ Համաշխարհային ֆուտբոլում Դիեգո Մարադոնան էր, իդեալներ ունեի, բայց մենք ունենք Հենրիկ Մխիթարյան, որ համաշխարհային կարգի աստղ է, որը նեղացավ մեզանից եւ նեղացրեցին, ինքը տես տղա չի շուտ նեղացկոտ, այսինքն աստղային հիվանդությունը մեր Հենրիկի վրա չի ազդել, ինքը շատ նորմալ մարդ է, իր մարդ տեսակը, ես անձամբ ծանոթ չեմ, բայց ես նայում եմ, դիտում եմ, լսում եմ իր հարցազրույցները այլ մարզիչների կամ իր թիմակիցների կարծիքը նրա մասին, են բոլորը սիրում են, ինքը լավ մարդ է, պետք չէ նեղացնել։ Պետք չի քաղաքականությունը խառնվի ֆուտբոլին։ Այսինքն ստադիոնում, մարզադաշտում ընդդիմություն, կառավարություն մի մարդու պես պետք է բան անեն, մեր հավաքականի համար բալետ անեն, ոնց է, երկրբագեն։ Չի կարելի դիտման բաներ անել, որ եթե այսօր իշխանության այս մարդիկ են, իրանց նշանակած ֆեդերացիայի նախագահանա, մի բան անենք վատ, այդ այնց էլ պատերազմի ժամանակ արեցին շատ վայ գեներալներ, չքաղաքականացնենք։ Մենք, այդ որ ասում են թիմային խաղ չունենք, թիմային խաղը 11 հոգին չեն մենակ։ Ինքը շատ ավելի մեծ խնդիրներ կա։ Ֆուտբոլի դպրոցներ պետք է կառուցեն, լավ մարզիչներ պետք է արտասահմանից բերեն, պետք է վճարեն, փող ծախսեն, ֆուտբոլը շատ մեծ ներդրումներ է պահանջում, որի եկամուտները տարիներ հետո է ստանալու։ Ասում եք ֆուտբոլի վիճակը այսպեսին է, որովհետև հայ ենք, թիմային մտածողություն չունենք։ Հա, ամեն մեկը Բիզնեսում էլ թիմային մտածողության բացակայությունը Շատ խնդիրներ դեպքերում է, այո։ մասնավորապես ձեր բիզնեսում է։ Շատ դեպքերում այո, ուղղակի ես սկզբում ասեցի, ես ինձ բիզնես պարտներներ եմ ընտրել, ընկերներ, գործընկերներ, մեծ մասից ես ընկերներ եմ ընտանիքներով, հաջողակ մարդկանց ու ով որ հասկանում է, մտածում է այնպես, ինչպես ես։ Իմ լավագույն որակը իմ ազգանունն է, որովհետև դա ես մեծ պատվով եմ կրում եւ իմ ստացած կրթությունն ու դաստիարակությունն է, որը որ ես իմ ընտանիքի մեջ եմ տեսել կամ իմ ընտանիքից է փոխանցվել դա ինձ։ Դրա նաեւ այն հիմնական սկզբունքներն են, որոնք որ եղել են իմ շրջապատում կամ իմ միջավայրում՝ աշխատասիրություն, ազնվություն, պարկեշտություն եւ նվիրվածություն թե երկրին, թե ընտանիքին, թե ընկերությանը։ Ես սա որպես ելակետ եմ վերցնում ցանկացած աշխատանք կատարելուց ու փորձում եմ այս ամեն ինչը պահպանել։ Իհարկե ոչ միշտ է որ դա կարող է ստացվել կամ հանգամանքների բերումով դա կարող է չստացվել, բայց դրա գնահատականը արդեն կարող են տալ իմ ընկերները, իմ գործընկերները, իմ ընտանիքի անդամները։ Այսինքն, եթե դրանք են, այդ որակներն են ձեզ համար ելակետային, նաև շրջապատում ում ընտրում եք, պետք է ունենան այդ որակները։ Հակառակ դեպքում հնարավոր չէ աշխատել, համագործակցել։ Բոլորի հետ շատ մարդկանց հետ է շփվում, բնականաբար շատ մարդիկ ունեն տարբեր որակներ, տարբեր ընկալումներ, այո, փորձում եմ իմ միջավայրը ձևավորել այս սկզբունքներով ապրող մարդկանց հետ շփվելով։ Իհարկե կյանքում դու չես կարող միշտ բոլորի հետ շփվել կամ բոլորը լինեն լավը կամ այդ որակները կրող կամ ընդհակառակը միգուցե մյուսները ունեն այլ սկզբունքներ, որոնց որ ես չեմ համապատասխանում։ Դա ավելի շատ ես նկատում էի այն ժամանակահատվածում կյանքի, երբ որ պետական համակարգում էի աշխատում, երբ որ դու քո շփումները չես կարող սահմանափակել քո ցանկությամբ, այսինքն աշխատանքի բերումով կամ պետական ծառայության բերումով դու ստիպված ես լինում շփվել տարբեր տեսակի մարդկանց հետ գործնական կամ աշխատանքային իրավիճակից ելնելով։ Ասենք լինում էր տարբեր միջոցառումներ, չգիտեմ, բոլորը քեզ հրավիրում են իրենց ինչ որ միջոցառմանը կամ հարսանիքին զավակի կամ իրենց դու ուզես կամ չուզես արդեն ստիպված աշխատանքի բերումով կամ հանգամանքներից ելնելով գնում ես, բայց ոչ բոլոր նմանատիպ միջոցառումներն են, որոնց որ դու գնում ես ի սրտե կամ գնում ես իրականում քեֆ անելու կամ ուրախանալու, ուրախանում ես առիթով, բայց
դա այն չի, այն ինչ որ դու քո փոքրիկ աշխարհում քո գաղափարակից ընկերների հետ կամ գործընկերների հետ կարող ես ուրախանալ, աշխատել, այդ աշխատանքը վայելել։ Պետական պաշտոնյա եք եղել, տարբեր պաշտոններ եք զբաղեցրել եւ անցումը դեպի գործարարություն, հա։ Նախ ինչ առանձնահատկություններ կան, որ բնորոշեն եւ պետական պաշտոնյային եւ գործարարին եւ ինչ խորքային տարբերություններ։ Նայեք, իմ կենսագրությունը չի սկսում պետական պաշտոնյա լինելով, ես նաեւ ուսանել եմ Երևանի պետական համալսարանում իրավաբանական ֆակուլտետում այն ծանր դժվար տարիներին, երբ որ իրականում կար կրթության հասանելիություն, կար կրթության մատչելիություն, թեկուզ գրականության մատչելիություն եւ 94 թվականին, երբ որ ընդունվեցի պետական համալսարան, հասկացա, որ ես պետք է իմ ճանապարհը ինքնուրույն ստեղծեմ կամ ինքնուրույն կերտեմ, անկախ նրանից ինչքանով է մեր ընտանիքը ապահոված, եւ իմ առաջին գործարար քայլը եղել է 1995 թվականին, ճիշտ ասած, մինչև հիմա ունեմ պահպանած այդ Անա ձեռնարկատիրոջին վկայականը։ Ինչով եք զբաղվում։ Հիմա ներկայացնեմ 95-ին ստանալով այդ Անա ձեռնարկատիրոջ վկայականը, նաեւ լինելով ուսանող, ես իմ առաջին բենզինի լցակայանը հիմնեցի Վաղարշյան փողոցի վրա, այդ Պարտեզ խանութի դիմացի մայթը, իհարկե դա մեր բակն էր, դա մեր թաղն էր, ես այնտեղ մի քիչ ավելի լավ հնարավորություններ ունեի իմ բնավորությունից ելնելով, բոլորի հետ ընկերություն էի անում եւ որոշեցի ուղղակի 17 տարեկանում արդեն իմ առաջին քայլը արեցի եւ դա տևեց մինչեւ 1999 թվականը, մինչեւ իմ ավարտելը։ Իհարկե ես միշտ արժանում էի հորս ջղայնությանը, թե դու դասերը թողում ես, զբաղվում ես, չգիտենք ինչով, որովհետեւ պարզ է, եթե ինչ որ բիզնեսով զբաղվում ես, պետք է ժամանակդ նվիրես այդ բիզնեսին, բայց արի ու տես, որ ես կարողացա համ ինքս կրթվել, ստանալ կրթություն ու նաեւ ձեռք բերել որոշակի հմտություններ բիզնես գործընթացում, որը որ նաեւ իմ համար եղավ շատ լիքը հարցերում հետագայում որոշումներ կայացնելու առումով ուղեկից։ Ձեր առաջին միլիոն ասվածը, առաջին միլիոնը վաստակել եք այդ տարիքից այդ բիզնեսով։ Այ ես միլիոններ չեմ վաստակել, երբեք, միգուցե իմ գործարար խառնվածքը այնպեսին է, որ ես շատ տեղեր եմ երևում կամ շատ նախագծերում եմ ներառված, այնց արտաքին աչքի համար առերևույթ կարող է թվալ, որ ես աշխատում եմ ամբողջ աշխարհի փողերը, բայց դա այդպեսին չի, ես կարողանում եմ գտնել, ընտրել լավ գործընկերներ, ճիշտ գործընկերներ, ընկերներից հետ կարողանում եմ գործընկերություն անել, ոչ միայն ընկերություն, հիմնականում ստացվում է, դա շատ կարևոր է, որ ընկերությունից բացի նաև կարողանաս գործընկերություն անել, եթե գործընկերությունը չի լինում, կարևոր է որ չվնասի այդ գործընկերությունը, ընկերությանը։ Բայց այդ 4 տարիները ես 4 տարիները ինձ տվեցին նա, որովհետեւ ես կարողանամ գնահատել փող վաստակելու դժվարությունները, կարողանամ հասկանալ, թե ինչքանով է կարևոր լավ կրթվելը եւ կրթության կիրթ, ավելի գրագետ ձևով կարողանալ վաստակել գումարներ։ Հիմա այստեղ եթե լիներ օրինակ մի 17 տարեկան երիտասարդ, Ձեզ կհարցներ, բա օրինակ ինչպես է ստացվում, որ մարդիկ լավ կրթություն չեն ստանում, բայց միլիարդներ են վաստակում, աշխարհում այդպիսի օրինակները շատ են։ Դա բախտը բերելու պատմություն է, ճիշտ ժամանակին ճիշտ մարդկանց կողքին հայտնվելու պատմություն է, ինչի մասին է դա։ Ինձ շատ ժամանակ ասում են, որ դու ցանկացած որոշում կայացնելու շատ ես մտածում, շատ ես քննարկում, նայ ես մարդը օրինակ շատ թեթև այդ որոշումները կայացնում, բայց բոլորը հաջողում են։ Իհարկե գործարարի համար շատ կարևոր է այդ բախտը բերելը կամ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինելը, որովհետև դա ես իմ կյանքում եմ զգացել, մի հատ պատահական հանդիպում կամ մի հատ պատահական հանգամանք կարող է հետո վերածվել շատ մեծ բիզնեսի, շատ մեծ առավելություններ քեզ տալ, շատ մեծ հնարավորություններ տալ այդ կապերը։ Հետևաբար, այո, կրթությունը, գիտությունը, կրթված լինելը շատ կարևոր է, բայց մեր հայաստանյան իրականության մեջ ավելի շատ կարևոր է նաև այդ կյանքի փորձը, այո, ինչու՞ չէ նաև այդ փողոցային պայմաններում բիզնես անելը, որովհետեւ դու կարողանաս նաև այդ դժվարություններին դիմակայես։ Ես ծնվել եմ, մեծացել եմ միջին հասարակության, միջին հնարավորություններով ընտանիքում։ Իմ գործունեության սկզբում միակ ժառանգությունը սկիզբը եղել է $300 ամերիկյան արժույթով մի փոքրիկ բրասլետը, ընտանեկան որևէ
ֆինանսական օգնության երբևիցե չեմ ակնկալել եւ հնարավորություն էլ չի եղել։ Եվ այսպես ասած իմ գործունեությունը սկսել եմ ինձնովի։ Ամերիկացիները սիրուն տերմին ունեն himself, այսինքն ինքնակազմակերպված, ինքնաձևավորված բիզնեսմեն, որը որ գրեթե ոչ ուսումնական սկիզբ ունի, որովհետև ձեր ասած գործարանները վերջին տարիներին իրենց երեխաներին ուղարկում են միջազգային դպրոցներ, բիզնես դպրոցներ են ավարտում եւ արդեն հասարակության մեջ մի քիչ ավելի գիտելիքային հնարավորությունով են ներկայացված լինում։ 2000-ականներին այդ հնարավորությունը մեր ընտանիքը չուներ եւ ես կարող եմ միայն ինքնուսումով ձևավորվել, ինքնուս բիզնեսմեն դառնայի եւ այդպես սկսեց իմ սկիզբը։ Տեսեք, ասում եք ժառանգություն ստացել եք $300 թևնոց։ Եթե հիմա ձեզ լսի մի երիտասարդ, գուցե չհավատա, որ հնարավոր է այդ չափ ժառանգությամբ որոշել առաջին հերթին, որոշում կայացնել, մտնել բիզնես դաշտ, որովհետև դրանից ավելի մեծ կարողություն ունեցող շատ երիտասարդներ վախենում են մտնել բիզնես դաշտ։ Ինչը ձեզ տարավ այնտեղ։ Նպատակներ ավելի մեծ, հեռանկարներ, ինչն էր։ Գիտեք, ես չեմ ցանկանում պոպուլիզացնել բիզնեսմենի կերպարը։ Ոչ մեկ չի ասել, որ պետք է բոլորը լինեն բիզնեսմեններ։ Հակառակ դեպքում մենք չենք ունենա ուսուցիչներ, բժիշկներ եւ իրավաբաններ։ Բիզնեսմենը դա գործարար լինելը դա բավականին դժվար ուղի է եւ այդ ուղին երբևիցե կարիք չի ունեցել ֆինանսների սկիզբ մեծ հարթակ ունենալը։ Դա բավական մեծ ջանք է, անկուն գիշերներ են եւ դա ես չեմ ցանկանա, որ դա պոպուլիզացվի։ Մարդը պետք է ունենա բավարար արժանավայել աշխատավարձ, սիրած գործ եւ շատ ավելի հանգիստ կյանք, քան թե գործարարը։ Չեմ կարծում, որ լավ աշխատավարձ ունեցող մենեջերը գիշերը վատ է քնում։ Իսկ գործարարը ինչու է գիշերը վատ քնում։ Գործարարի մոտ դա անկուն գիշերներ են։ Ինչու։ Որովհետեւ շատ խնդիրներ կա, որոնք դու կարող ես, եթե աշխատում ես մեկ հարթակում, ինչ-որ մի պահ դուրը բացել փակել եւ դուրս գալ այդ հարթակից։ Գործարարը ամուսնանում է իր աշխատանքի հետ, իր ուղղության հետ, դա նշանակում է ամբողջ հոգին, ամբողջ ջանքը դու յուրաքանչյուր վայրկյան եւ րոպե դու հասկանում ես, որ դա պարտավոր ես ներդնել գործունեության համար, որովհետեւ դա քո առաքինությունը եւ ընտրած ուղին է։ Իսկ երբ որ դու աշխատում ես որևէ բնակավարում, իհարկե կարելի է հրաժարվել եւ դուրս գալ կամ փոխել, եթե ինչ-որ բան դու չի գալիս այս բնակավարում, կարելի է որոշակի ժամանակ հետո փոխել աշխատանքը։ Իսկ գործարարի համար փոփոխությունը դա բավականին թանկ եւ ժամանակատար աշխատանք է։ Դու չես կարող սկսել ինչ-որ մի բան 5 տարի հետո ասել, դու գիտես, սա չստացվեց, շատ արագ ուրիշ բնակավար մտնեմ։ Իհարկե փոփոխությունները դա անխուսափելի են, դա զարգացման պարտադիր պայմաններից մեկն է, բայց դրանք շատ ցավալի եւ աշխատատար են։ Դու գրեթե սկսում ես ամեն ինչ նորից զրոյից։ Ունենալով որոշակի պատմություն, ունենալով մի քիչ ավելի խնդիրների լուծելու ճկունություն, փորձառնություն, բայց այնուամենայնիվ դու սկսում ես զրոյից։ Ինչն է մոտիվացնում զրոյից սկսելու ժամանակ։ Ընտրած բնակավարի պոտենցիալը։ Եթե ես փորձեմ հետայացք գցեմ իմ անցած ուղին, ես տարբեր ժամանակաշրջաններում փոխել եմ բնակավարները, որոնք եղել են փոխկապակցված եւ տրամաբանական շարունակություն են եղել։ Այսինքն ամսագրային ոլորտը փոխվել է ցուցահանդեսների եւ միջոցառումների կազմակերպմամբ, դրանք փոխարինվել է ժամանցային վայրերով, ռեստորաններով, կավասարչարաններով եւ մեկ պահ իմ կյանքի ժամանակահատվածում ես գործունեություն եմ ծավալել նաեւ Արաբական Էմիրություններում եւ այդ ճակատագրական որոշումը այնտեղից հետ վերադառնալու պայմանավորված եղավ մենակ մեկ հանգամանքով, երբ որ ես տեսա այն մեծ պոտենցիալը, որ մենք ունենք կառուցապատման բնակավարում, որը օգտագործում է Արաբական Էմիրություններում, իսկ մեզ մոտ դա բացի թողի էր մատնված, եւ այդ բացը տեսնելով սկսեցի գործունեություն այդ բնակավարում։ Բայց եթե դուք մնայիք Դուբայում կամ օրինակ Արաբական Էմիրությունների այլ քաղաքում, դուք այնտեղ ավելի մեծ դաշտ կունենայիք նույն կառուցապատման ոլորտում ձեր նպատակը իրականացնելու։ Ինչու վերադարձ Հայաստան։ Էմիրություններում ես զբաղվում էի, մենք ունենք ամսագրեր, որոնք հրատարակում էինք Արաբական Էմիրություններում, եւ ամսագրային ոլորտը հնարավորություն էր տալիս բոլոր ոլորտների մեջ ներթափանցված լինել, ընդհանուր նաեւ անշարժ գույքի բնակավար, եւ խորքային ուսումնասիրելով խնդիրները, շուկային խորքային ծանոթ լինելու արդյունքում
ես հասկացա, որ մեր հայրենի հողում ես ասելու բան ունեմ եւ կարող եմ նորություն առաջարկել։ Նմանատիպ հագեցած շուկաներում, ինչպես օրինակի համար ցանկացած մեգապոլիսներում, մենք ընդհանրապես բոլոր մի մեծ հանրության մի փոքրիկ մասն ենք կազմում, որտեղ որ տարբերվել, աչքի ընկնել եւ նորություն առաջարկելը բավականին մեծ դժվարությունների հետ են ստացվում։ Այնտեղ մրցակցությունը շատ ավելի հագեցած է։ Իսկ Հայաստանում այդ ամենը դեռ նոր էր զարգանում, հնարավորություն կար այդ թարմությունը, նորամուծությունները ներմուծել, լինել որոշակի ձևով տարբերվող եւ վերսեցինք այդ ուղին։ Հիմա տարբերվող լինելու մասին եւ այն նախագծի մասին, որը ըստ էության ձեզնից տանում է ձեր ժամանակի եւ էներգիայի մեծ մասը, Նորքի բարձունքում նոր թաղամաս, Նորքի բարձունք, որը նախկինում եղել է աղբավայր, հիմա դարձել է այսպես քաղաքի մեջ մի փոքրիկ դրախտավայր։ Ինչու որոշեցիք նաև հենց այդ մոդելը առաջարկել, ինչ որտեղ տեսել էիք, հավանել էիք, որովհետև ինքը կառուցապատման շուկայում առկա առաջարկներից զգալի տարբեր է։ Իրականում մենք այնքան երկար ենք ապրում մի միջավայրում եւ պոտենցիալը մեր միջավայրի չենք կարողանում գնահատել։ Տարիների ընթացքում այդ աղբավայրը դարիներ առաջ եղել են անտառային բավական մեծ կանաչով հագեցած տարածք։ 90-ականներին դա ամբողջովին վերացվեց եւ հետագա տարիներին բազի թողնի թողնվեց, այսինքն ոչ մեկին հետաքրքիր չէր վերականգնել այդ հատվածը եւ դարձավ աղբավայր, ինչպես նշեցիք։ Երբ որ գործունեություն էի ծավալում արաբական ամերիկություններում, ես տեսնում էի թե ինչպես է պետական համակարգը անապատը վերածում կանաչի եւ մեծ ափսոսանքով է վերաբերվում, որովհետեւ մենք ունեինք այդպիսի մեծ հնարավորություն այս անապատ վերածած կանաչը վերականգնելու եւ մենք ոչինչ չարեցինք դրա համար։ Արդյունքում 30 տարիների ընթացքում պարբերաբար փոքրացավ կանաչապատ գոտիները եւ նաեւ սկսվեց գնահատել այդ կանաչը, որը որ մենք կորցրել ենք, ինչպես այսօր օրինակ խոսում ենք կողմի աղտոտվածության մասին։ Եվ իմ մոդելը առաջարկը հետեւյալն էր՝ վերականգնել կանաչը եւ այդ կանաչ միջավայրում առաջարկել թաղամաս։ Ցանկացած գործարար հաջողակ է յուրովի։ Հաջողությունը ինքը ընդհանուր կանոն չի բոլորի համար։ Յուրովի է ամեն գործարար հաջողակ լինում եւ մի քանի կետ, որը կարելի է նկատել շատ գործարարների մոտ, դա արժեք ստեղծելու պատրաստակամությունն է, հատկությունն է, այսինքն մարդը ինքը նման է նաեւ ծառի, որը կարա բերք տա ու այդ բերքը կարա լինի արժեքավոր հասարակության համար եւ շուկայի համար նաեւ, այսինքն երևի թե դա կարող եմ ասել, որ գործարարը ինքը արժեք ստեղծող բերքատու ծառը, այսպես ասեմ, էլի, ու այդ բերքը շատ ու շատ մարդկանց համար օգտակար է, հարց է լուծում, ունի որոշակի կալորիականություն։ Բայց տեսեք, դուք ասում եք գործարարներին միավորում է արժեք ստեղծելու պատրաստակամությունը, բայց եկեք ընդունենք, որ թերթի մյուս կողմն էլ կա, գործարարը մեր հասարակության մեջ ընկալվում է որպես փող, շատ փող վաստակող եւ անընդհատ փող վաստակելու ձգտում ունեցող մարդ։ Այդ որ արժեք են ստեղծում, այդ իրենց բովանդակությունը ինչու է մղվում երկրորդ պլան հասարակական ընկալումներում։ Նայեք, պատկերը պետք է ամբողջական նայել։ Երբ մենք ասում ենք բիզնեսը դա շահույթ հետապնդող գործունեություն է, փող աշխատելու գործունեությունը, սա էս մի կետն է, մյուս կետը դա արժեք ստեղծելն է, որը դու փոխանակում ես շահույթի հետ։ Հետևաբար, երբ որ դու շահույթ ես հետապնդում քո գործունեության ժամանակ, դու պետքա դա նախափուլում արժեք ստեղծես, որ այդ շահույթիդ հետ փոխես։ Հետևաբար, ինչքան շատ գործարարը փող աշխատի, ինչքան շատ ուզենա ինքը փող աշխատի, դա լավ է, քանի որ դրանից առաջ ընկած էտապում ինքը անպայման արժեքի մասին պետք արժեքա ձևավորվում այստեղ։ Եթե դու օրինակ ասում ես ես շահույթ չհետապնդող գործունեություն եմ անում, հետևաբար դա նաև նշանակում է, որ արժեք ստեղծել այդ գործունեության մեջ կամ բացակայում է կամ խիստ հերի է։ Քանի որ արժեք ստեղծելը, արժեք գեներացնելը, հավելյալ արժեք ստեղծելը առհասարակ նույնիսկ տնտեսության առողջության հիմքն է։ Համախառը ներքին արդյունքը ո՞նց է ձևավորվում երկրում, ձևավորվում է ամբողջ երկրում 1 տարվա ընթացքում ստեղծված հենց ծառայությունների կամ ապրանքների արտադրանքի տեսքով արժեքի ձևով։ Հետևաբար ես շատ գովում եմ այն մոտեցումը, որ գործարարը ուզում է շատ փող աշխատի, չի հագենում ինչ-որ գումարի չափից, դա նաև նշանակում է, որ ինքը չի հագենում արժեք ստեղծելու այդ իր այսպես ասած եռանդից,
Այն գործարարը, որ этаպում, ինչ որ этаպում արդեն ասեց, օքեյ, ինձ բավարար է, այդ բավարարը նաև նշանակելու է այլևս ես հոգնել եմ ստեղծելուց, պատկերացնում եք, Դուք ասում եք, ուրախանում եք, որ տեսնում եք գործարարների, որոնք ուզում են շատ փող աշխատել, այդ վերջը որն է, շատ փող աշխատել, օրինակ, չգիտեմ, հայտնվել Forbes-ի ցուցակում, թե այլ բան անել, հիմա դուք երբ շփվում եք իրենց հետ, այդ շատը միջև ուր է հասնում եւ նպատակը որն է։ Շատ լավ հարց է, եկեք այսպես նայենք, իրականում դա վերջ չունի, ցանկացած Forbes-ում էլ հայտնվեն, հետո նորից շարունակել են ուզել ավելին։ Գիտեք, լավ կլինի, որ դա վերջ չունենա, կամ եկեք այսպես ասենք, էլի, եթե դա վերջ ունի, ուրեմն ինչ որ միտեղ կանգնելու է այդ process-ը, բայց արժեք ստեղծել եւ այդ արժեքը փոխանակել շահույթի հետ, այդ process ինքը անընդհատ ցիկլիկ սեն զարգանալով պետքա գնա։ Եվ այո, ինչ որ գործարարի նաեւ պետքա, որ իր ճանաչողությունը մեծանա, ինքը հայտնվի ձեր ասած ցուցակներում եւ դրանով իրան նաեւ հոգեպես բավարարված համարի, հա, բայց մարդիկ կան բացարձակ չեն էլ ուզում, այդ կտորը իրանց մոտ չկա, իրանք միայն ուզում են ստեղծեն այդ արժեքը եւ այդ փոխանակման մեջ անընդհատ գտնվեն եւ իրանք առանց դրա չեն կարա ուղակի ապրեն։ Իսկ դուք Կարծում ես էլ եմ այդ ազարտի մեջ, այդ շրջապտույտի մեջ եւ իմ համար էլ այդ արժեք ստեղծելը կյանքի իմաստներից մեկը, որովհետեւ եթե դու որպես էլի ծառի օրինակով նայենք, եթե դու բերք տվող ծառ ես, այդ բերքը պետքա անընդհատ տաս, որ պահից այդ բերքը դադարեցիր տալ, միգուցե նաեւ զրկվես այլ այսպես ասած կարևոր բաներից, հա, ոնց որ Աստվածաշնչի մեջ թզենին անիծվում է ու այսինքն այստեղ բավական մեծ խորհուրդ կա, որ եթե դու բերք կարող ես տալ, իսկ իմ կարծիքով բոլոր մարդիկ կարող են բերք տալ, լինել արժեք ստեղծող, թե մասնագիտության մեջ, թե բիզնեսի մեջ, արժեք ստեղծելու համար պարտադիր չի դու բիզնեսմեն լինես։ Բիզնեսի ուղղակի մոդելում արժեք ստեղծող մարդկանց քանակը մեծ է եւ մի հոգի այդ ամբողջը կազմակերպում է, պատկերացնում եք։ Տեսեք, դուք ասում եք, ձեր կարծիքով բոլոր մարդիկ կարող են արժեք ստեղծել, այդ դեպքում Գրիգոր որն է պատճառը, որ մարդ կա աշխատում է 24/7 ռեժիմով եւ ինքը չի հարստանում, մարդ կա աշխատում է ուղիղ դրա կեսի չափով, բայց ինքը շատ հարուստ է։ Հարցին պատասխանելու համար ուզեմ թե չուզեմ պետք է գնամ փիլիսոփայության դաշտ։ Համեցեք։ Այո, որովհետև հարցի պատասխանը ֆիզիկական աշխարհում չկա։ Առաջինը ես կարծում եմ, որ հարստությունը ինքը օրհնության մի ձև է, որը մենք ստանում ենք մեր ցեղից, մեր ռոդից, ու եթե նույն անալոգիայով, երբ որ դու աղքատության մեջ ես, դա այդ օրհնության բացակայությունն է, քանի որ հարստությունը ինքը բարիք է այն իմաստով, որ իրանից կարելի է ստանալ եւ առողջություն, եւ ուրախություն, եւ երջանկություն, եւ նաեւ ավելի հագեցած ու ավելի երջանիկ կյանք։ Այս իմաստով ես կարծում եմ, որ այստեղ շատ կարեւոր է թե այդ գործարարի կամ այդ մարդու ով շատ ու քիչ աշխատում կոլեկտիվ անգիտակցականում, այսինքն ռոդի մեջ, ընտանեկան համակարգում ինչ process-ներ կան։ Մարդկա մի փոքր քայլ է անում եւ իրան գումարը շատ հեշտ գալիս է։ Իսկ մեկ այլ մարդ 10 անգամ ավելի շատ քայլ է անում եւ արդյունքը այդպես չի լինում։ Ես կարծում եմ այստեղ անգիտակցական process-ների մեջ է թե այդ մարդու եւ թե այն ընտանիքի, այն ռոդի, որին այդ անձը պատկանում է։ Որի վրա փաստորեն տվյալ անձը ազդելու որևէ լծակ ու հնարավորություն ունի, իհարկե ունի։ Թե չունի։ Չէ, իհարկե ունի։ Ես ասեմ, ինչի ես նշեցի, որ ես զբաղվում եմ ուսումնասիրում հոգեվերլուծություն, եթե դուք կարդաք օրինակ Յունգի գրքերը կամ առհասարակ ուսումնասիրեք Յունգյան անալիզը, հա, փսիխանալիզը, անալիտիկ հոգեբանությունը, դուք կտեսնեք, որ անգիտակցականի վրա ազդելու ամենաառաջի ձևը անգիտակցականը ճանաչելն է, հասկանալ ինչ process-ներ կան անգիտակցականում։ Այսինքն մի հատ ընդունել քո իրական վիճակը։ Հա, ճանաչել, հասկանալ ինչ process-ներ կան։ Մենք հաճախ շատ մեծ ակցենտ ենք դնում մեր գիտակցության վրա։ Մեզ թվում է, որ գիտակցաբար քայլեր անելով մենք կարանք ինչ-որ մի հատ լավ կետի գալ։ Իրականում ամենաճիշտ որոշումները, ամենաճիշտ, այսպես ասած, ճիշտ պահին ճիշտ տեղում լինելը գիտակցաբար երբեք չի լինում։ Դա լինում է անգիտակցաբար։ Ուղղակի պատահաբար հայտնվում ես բախտի Պատահաբար չէ, պատահաբարն էլ ենք մենք արդեն թողում ենք ինչ-որ անհասկանալի երևույթների վրա։ Չէ, կոնկրետ ենթագիտակցաբար, այսինքն թե մեր հոգեկանի կառուցվածքը նայենք, կա գիտակցություն, կա ենթագիտակցություն եւ կա անգիտակցական, եւ կա կոլեկտիվ անգիտակցական։ Այն process-ները, որոնք կատարվում են այդ շերտերում, մեզ կարող են բերել ճիշտ պահին ճիշտ վայր եւ կարող են հեռացնել ճիշտ պահին ճիշտ վայրից։ Հիմա կոնկրետ ձեզ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է բերել կանգնեցրել անգիտակցականը։ Այո, նաեւ անգիտակցականը ես ասեմ, շատ լավ ձև կա անգիտակցականի հետ, այսպես ասած, լավ հարաբերություններ ունենալու։
ընդունել կյանքի բոլոր առաջարկները։ Պարոն Գոջաբաշյանի, իսկ ձեր բիզնես գործունեության ընթացքում կան հիմնակարային բաներ, որ դուք երբեք չեք խախտում կամ մոդայիկ դարձած ձևակերպում կան կարմիր գծեր, որ ձեր պարագայում երբեք չեն կանաչում։ Այո։ Որոնք են։ Կա դիսցիպլինան ասեցի ես, նաև պատասխանատվությունը, արդարությունը ու ես չեմ սիրում մարդկանց խաբել։ Եթե ես մի բան ասում եմ, ես ավելի լավ խոսք չտամ։ Եթե ես խոսք եմ տալիս, պետք է անեմ դա։ Ես ինձ տես դաստիարակել եմ ժամանակի ընթացքում։ Սխալ եմ, ես էլ եմ երիտասարդ ժամանակարի ու իմ տղաներից էլ եմ տես դաստիարակում։ Իմ տղաներին երեխա ժամանակից մենք կիսվել սովորենք։ Կիսվել սովորենք։ Դի բիզնեսում, կյանքում կիսվել իմանաս։ Ես ուրախանում եմ, որ իմ գործընկերոջը, իմ աշխատակցին իր աշխատած գումարը, երբ որ ես կանչում եմ, որ իր գումարը տամ, դուք չեք պատկերացնում, ես ավելի շատ եմ ուրախանում, քան թե որ ես եմ գումար աշխատում։ Ինձ դա մի ուրիշ ձևի հաճույք է պատճառում։ Երբ որ հասանք նպատակին, այդ մարդը այդ գումարը աշխատեց, որտեղ բոլորս է գումարի համար ենք աշխատում։ Պետք չի թաքցնել մեկը, ոսի ես ռոմանտիկա եմ։ Որ վեհ ավելի նպատակներ կան, որոնք մեզ պահում են բիզնեսում։ Իմ բոլոր նպատակները հիմա իմ տղաներից հետ է կապված։ Ես ուզում եմ իմ տղաները լավ մարդ դառնան։ Ես երկու լավ տղան եմ, մեծս քաղաքականացված շատ լավ է սովորում ամերիկյան համալսարանում քաղաքականություն եւ կառավարում բաժնում, նույնիսկ շատ բաներ իմ դուրը չի գալու, որ ինքն անում, բայց ես չեմ խանգարում։ Իմ խորհուրդները ինքը լսում է, բայց որն է չի լսում, ինքը փողոցում է հասկանում, դուրսն է հասկանում, որ ես ճիշտ էի։ Փոքրս ավելի աշխուժ է, փոքրս ավագ դպրոց երևի Դուբայում կգնա, անգլիական դպրոց ընդունվեց արդեն մի քանի օր առաջ։ Իմ տղաների հետ է կապված այդ ես ամեն ինչ անում եմ, ես այսօր իմ կնոջ հետ մենք ինչ ունենք, կարանք ընդհանրապես չաշխատենք, ուղղակի վայելենք, բայց մտածում եմ մի քանի տարի էլ երևի աշխատեմ, հետո արդեն իրանք աշխատեն։ Կանցնեք թոշակի կհանգստանեք, կվայելեք աշխատած փողերը։ Թոշակը մի քիչ այտենց կարա լինի, բայց ես իմ բնավորությամբ խառնացում ինչ թոշակը ես չեմ կարա տուն նստեմ կամ այգին ջրեմ, բայց ավելի քիչ կխառնվեմ երևի։ Պարոն Գոջաբաշյան, դուք ասացիք սխալներ եմ արել։ Ձեր բիզնես գործունեության ընթացքում ամենաթանկ արժեցող սխալը, որ արել եք, որն է եղել, որը ձեզ համար արժեցել է եւ շատ փող, եւ նաեւ ընկերների մարդկանց կորուստ կամ մարդկանց հեռացում Դա ձեզնից։ Հայաստանում չի եղել, այս բիզնեսի հետ կապված չի եղել։ Ստեղ եղել են սխալներ, բայց այդպես էական նշանակություն չի եղել, դա դրսում է եղել իմ Եվրոպայում ապրելու ժամանակ վստահել եմ մարդկանց, որոնց պետք չէր վստահել ու բավական մեծ գումարներ եմ կորցրել այն ժամանակ, չէի ուզի դες մանրամասը պատմել, ես այդ ժամանակ 24 տարեկան էի ու բավական մեծ գումարներ էի աշխատել իմ ընկերների, իրանք տարիքով մեծ էին ավելի ու 90-ականներից դրսից Մոսկվայից եկած այդ խարդախությունը այդ ընկերների վրա այդ ամեն ինչը կար, ես էլ երիտասարդ էի ու ավակ եղբայր չունեի ես ու ասենք իմ հայրս էլ վարորդ ա եղել, ինքը տենց շատ բիզնեսի մեջ չկար։ Ես սխալվեցի այն ժամանակ, որ դա դաս եղավ ինձ։ Ես կորցրեցի ու իրենց ես իմ ընկերներին իրենց շատ էի սիրում։ Շատ ես հիվանդանում էի, երբ որ ընկեր եմ կորցնում կամ ինչ-որ մի հարազատ մարդ կորցնել նկատի ունեմ, երբ որ մենք խզում ենք հարաբերությունները, ես ուղղակի հիվանդանում եմ։ Ես մարդկանց որ նվիրվում եմ, հավատում եմ, ինչը վերջ նվիրվում եմ։ Բայց կամաց ես ինձ դաստիարակեցի, հիմա այդքան էլ դժվար չեմ տանում արդեն հասկանում։ Հետո մեկ կինս ասում է, վայ, այս մեկը սենց արեց, ինքը ավելի երիտասարդ ասում է, տենց է։ Բանկերը դրա համար որ տենց անի մի օր, նորմալ է։ Ասացիք, որ ըստ էության ձեր կյանքի ամենամեծ սխալը գործել եք 24 տարեկանում։ Դե այդ դեպքում հաջորդ հարցը 24 տարեկան Արայիկ Գոջաբաշյանին ինչ խորհուրդ կամ կոչով կդիմեիք, խորհուրդ կտայիք։ Աննպատակ փողերը քիչ ծախսի տղա ջան։ Հետո կփոշմանես, որտեղ իրոք շատ ամուսնացած չէի, ահռելի գումարներ եմ ծախսել, ահռելի աննպատակ, որ հիմա հիշում եմ, խնդիրը գիտեք ինչ, փողի մեջ չի, փողը ծախսելու համար ես հիմա էլ եմ շատ ծախսում, բայց այն ժամանակ աննպատակ, առանց հետ նայելու, ինձ թվում էր ամեն օր ինքը գալու է դի, բայց տենց չի, մի օր կարող չգա։ Շատ իմ կյանքը ինձ շատ դաս տվեց, ես ամեն ինչի միջև անցել եմ։ Ամենակարևոր դասը ո՞րն էր, որ վերցրել եք միջև հիմա ձեզ հետ պահում եք, այ ամեն օր հիշում եք այդ դասի մասին։ Ինչև վերջ չվստահել բոլորին։ Բայց հեշտ է այդպես ապրել, երբ դուք չեք վստահում միջև վերջ։ Միջև վերջ։ Չգիտեմ։ Վերջերս մի խոսակցություն եղավ, մարդ կար, ում ես լազորագիր էի, որ իմ բանկային հաշիվներից կարա օգտվել, վստահում էի։ Ասենք, որ ես ժամանակ չէի գնալ բան, գնալ փող հանել բան, ինձ ընկերս ասեց, բայց ոնց տենց։ Ասեցի, հա ինչ անենք։
վստահել էի, բայց ամեն իրա գնալուց ինձ բանկի անվտանգությունից զանգում էին։ Բայց ինքը ոչ ինքը գիտեր, ոչ ինչ-որ մեկը, այսինքն ես էի ասում գնա գումար հանի, բայց ինքը իր երբեք չի եղել որ գնա առանց իմացելու հանի, բայց ամեն դեպքում որ պայն ինքը մտնում էր բան գումար հանելու, ինձ բանկի անվտանգությունից զանգում էին։ Ես վստահում էի, ինքը գիտեր դες վստահում եմ, բայց ես տեղը կար էլի Սերժը։ Հասարակ բանա, պիտի շատ բարդ բան է, մանավանդ բիզնեսի մեջ մեծ գումարներ, մարդկանց ինչ շուտ է գումարը փչացնում։ Ունեք ընկերներ, որոնց փչացել է, դուք էլ հեռացրել եք ձեզ։ Շատ։ Դրա համար մաքրել եմ։ Հիմա միայն հաջողակ տեսած մարդկանց հետ։ Բայց դա մյուս կողմից նաև այն որ ասում են թերթը նաև հաջորդ երես ունի, երբ դուք ասում եք, որ իմ շրջապատում միայն մարդիկ են, որոնք հաջողակ են, նշանակում է դուք չեք ուզում անհաջողակ մարդկանց բերել դարձնել հաջողակ, մոտիվացնել։ Փորձել եմ շատ, բերել եմ ու մի տարի առաջ եղավ նա իրանք հիմնականում անշնորհակալ են լինում։ Հիմնականում անհաջողակին երբ որ բերում ես, դա թեկուզ քո եղբայրը լինի։ Երբ որ բերում ես, ամեն ինչ անում ես, ինքը պահ գալիս, որ ինքը նույն անհաջողակն է ու քո արածնել չի գնահատում, քացով խփում է այդ ափսեն, որի մեջից ուտում է շուրա տալիս քո վրա, դա համար պետք չի, ես արդեն փոքր չեմ։ Թող իրանք իրանցով դառնան հաջողակ։ Ուզես թե չուզես, դա իրականում տեղի է ունենում, այսինքն փողոցային կյանքը որոշակի ազդեցություն ունի բիզնեսի վրա Հայաստանում։ Գերակա է դառնում ինչ որ միտեղ փողոցային կյանք, այսինքն լավ հաջողակ գործարար է այն մարդը, որը կարողացել է եւ փողոցում դրսեւորվել առավելապես եւ նաեւ կրթության մեջ։ Մեր սերնդի համար կարծում եմ, չի ասի գերակա է, բայց էական է, բայց այս նոր սերնդի համար կարծում եմ ավելի քիչ գերակա է, որովհետեւ Ինչն է փոխվել։ Դե նայեք, փողոցի դերն է պակասել, ազդեցությունը։ Չէ, խորհրդային տարիներին պատանեկություն ապրած երիտասարդը եւ 90-ականները անցած երիտասարդը տեսել է այդ ռեկետը, տեսել է այդ փողոցային կյանքը, տեսել է այդ փողոցային կյանքի արդյունքում դժվարությունները գումար վաստակելու, դա այս չէ, հիմա թվում է թե բենզինի կրպակեր դու դրեցիր, սկսեցիր բերել, վաճառել եւ ինչ որ գումար վաստակել, բայց այն ժամանակ շատ դժվար էր, այն ժամանակ օրինակ այդ PPS-ը կոչվածը ոստիկանության օրինակ գալիս էր, խնդրում էր, ասում էր ինձ 3 լիտր բենզին տուր, որովհետև հերթապահության համար գումար չունեմ։ Հրշեջ ծառայություններ գալիս խնդրում, ընկերական, ոչ թե ինչ որ կաշառք էին ուզում, այլ ուղղակի դու այդ մարդկանց հետ էլ պետք է կոմունիկացվես, ասենք գալիս էր մի 3 լիտր կտաս, օրինակ այսօր քիչ ենք ստացել կամ չունենք, սրանք շատ կարևոր հանգամանքներ են կամ հենց նույն թաղի մեջ մարդկանց օգնելը, թեկուզ այդ մի լիտր բենզինով կամ ինչ որ վստահություն, որ դու ում վստահես կամ երբ վստահես, այսպես ասած պարտքով տաս, որ հետո փողը կբերի, սրանք փոքր էլեմենտներ են, որոնք որ իրականում կյանք են սովորեցնում, բայց այսօր կյանքը փոխվել է էապես եւ այսօրվա երիտասարդությունը ընդհանուր մարդիկ չեն կոմունիկացում իրար հետ, բայց բիզնես են անում, այսինքն այդ էլեկտրոթվային հարթակները, թվային բիզնեսը բերել են նրան, որ հեչ կարևոր չէ հմտությունները դու փողոցային կյանքում կամ ընդհանրապես քո ապրած կյանքը ինչքանով է ազդում բիզնեսի վրա։ Դուք ձեր ընկերական շրջապատից նաև խոսեցիք, բայց մի այսպիսի տեսակետ էլ կա, չէ՞, օրինակ բարեկամի հետ բարեկամություն արա, բիզնես մի արա, հիմա դուք ինչ կերպ եք առաջնորդվում, դուք բարեկամություն անում եք բարեկամների հետ, նրանց հետ բիզնես չեք անում, թե լավ էլ անում եք։ Այ բարեկամների հետ ու իմ եղբայրների հետ օրինակի համար ես բիզնես չեմ անում, լինում եմ բիզնես, դե որովհետև տարբեր խառնվածքների ենք, հիմա ինչի նեղանանք իրարից։ Այսինքն բիզնես շահը ի վերջո բերում է նրան, որ հնարավոր է ինչ-որ պահի բարեկամները նեղանան իրարից։ Բնականաբար թե եղբայրներից, թե ընկերներից հետ երբեք բիզնես շահի մեջ գումարը մենք չենք գերադասել կամ գերակա հանգամանք համարել, բայց ինքը կարող է, ռիսկերը կան, որ կարող է բերել բիզնես տրամաբանության մեջ, օրինակ ինքը ասում է, չէ, սենց պետք է արվի, ես ասում եմ, սենց պետք է արվի, ես էլ իմ բնավորությամբ շատ համառ եմ, այդ տրամաբանության մեջ ես չեմ հարմարվում նմանատիպ իրավիճակներին, մի սիրում եմ, որ իրավիճակի հսկողությունը կամ կառավարումը իմ ձեռքը պետք է լինի բոլոր իրավիճակներում, էլի։ Բնականաբար արդեն այդ դոմինանտությունը սկսում է խանգարել
կոնկրետ իմ եղբայրները, իրենք իմ ավակ եղբայրներն են, ես փոքրն եմ, լավ, արդեն այդ ամեն ինչը բերում է կամ կարող է բերել կոնֆլիկտի, փառք Աստծո, այսօր չկա նմանատիպ կոնֆլիկտային վիճակներ, այսինքն առաջնահերթը ընկերությունն է, առաջնահերթը դա բարեկամությունն է, եթե դա կլինի այնպես, որ դա կարող է վերաճել բիզնեսի, այնպիսի բիզնեսի, որ նույն ձևով ենք մտածում, կամ նույն բիզնես օրիենտացիան ունենք մենք, ապա դա ուղղակի անգնահատելի է, որովհետև այդ բարեկամական կամ ընկերական վստահությունը դա տարիներ են, դա անչափելիություն է, դա ոչ մի բանով չես կարող փոխարինել։ Դուք ասացիք սիրում եք, որ ինքներդ եք ղեկավարում եւ հսկողությունը ձեր ձեռքում է։ Տեսեք, պարոն Սաքապետյան, կան գործարարներ, որոնք հայտնվում են մի միջավայրում, որտեղ արդեն կան գծված կանոններ, իրենք դրանց ենթարկվում են, կան գործարարներ, որոնք ինչ միջավայրում էլ հայտնվեն, իրենք են իրենց համար կանոնները գծում, գրում, հիմա դուք ոնց հասկացա, երկրորդ տիպին եք պատկանում։ Այո, ես երբեք իմ գործարար կարիերայի ընթացքում չեմ առնչվել նենց իրավիճակում, որ ես պետք է ինչ-որ միջավայրում լինեմ, որտեղ գծերը գծված են, որովհետև իմ պետական պաշտոնը ավարտելուց հետո ես ինքս եմ 0-ից հիմնել ու ստեղծել այս 7 տարիների ընթացքում բոլոր բիզնեսները, որոնք որ այսօր ղեկավարում եմ, ու փորձել եմ այս ինչ որ հիմա ներկայացնում այդ նույն սկզբունքների հիման վրա դնեմ, դա կլինի իմ գործընկերների հետ, դա կլինի աշխատողների հետ, դա կլինի մեր այլ կոնտրագենտների կամ պարտներների հետ, ում հետ որ շփվում ենք։ Բայց դա չի խոչընդոտում, երբ կանոններ գծողը միայն դուք եք լինում։ Չէ, նայեք, միայն ես, դա երբ որ իմն է, բայց մենք ունենք բազմաթիվ գործընկերներ, ընդ որում ես բիզնեսի մեջ շատ բաց եմ, չեմ սիրում պարփակված լինել, մենակ իմը լինի, ավելի շատ սիրում եմ, այսպես ասած, իրավաբանի լեզվով ասած, բաց բաժնետիրական ընկերությունը, երբ որ տարբեր բաժնետերեր են լինում եւ կա որակյալ կառավարում, հաշվետվողականություն, վերահսկելիություն եւ այդ իրավիճակում բնականաբար արդեն մեր խորհուրդն է կամ անձանց խումբն է կամ բաժնետերերն են, որտեղ որ ես իրականում հավասար եմ։ Միգուցե կարող է ինչ-որ կազմակերպչական հարցերում ես ավելի առաջ ընկնեմ կամ ավելի ակտիվ լինեմ, բայց դա հաստատ իր նպաստ բիզնեսի է լինում, ոչ թե իր նպաստ ինձ։ Հիմա կյանքում ձեր կայացրած որոշումների մասին, պարոն Սաքապետյան, որն է ձեզ տրված ամենաբարդ, ամենածանր որոշումը, որ դուք կայացրել եք։ Իմ ամենաբարդ որոշումը եղել է տղայիս բանակ ուղարկելը, որովհետև ես շատ քննադատությունների եմ արժանացել, որ տղայիս բանակ եմ ուղարկել, ընդ որում թողել եմ ինքնահոսի, որ ուր կգնա, թող գնա, իրականում ապավինել եմ Աստծուն, այդ քննադատողները դա մայրս է, կինս է, մեր ընտանիքի անդամներն են, որովհետև իրենք էլ ապրում են այս միջավայրում եւ տեսնում են, որ ես ունեի հնարավորություն միգուցե ինչու փողով ձեր որդուն բանակից չազատեցիք։ Դա իմ սկզբունքն է, որ ես չէի կարող ուղղակի հետագայում ինձ ներել այն առումով, որ իմ սկզբունքները դավաճանած կլինեի, որտեղ իմ համար հայրենիքը կամ պետությունը դրանք բացարձակ արժեքներ են ու առաջին տեղում են, եւ նաեւ չէի կարող ներել այն դեպքում, եթե ես իմ տղային կկորցնեի պատերազմի ժամանակ, իհարկե դա իմ մեջ է կատարվել այդ ամեն ինչը, բայց մենակ այդ պատերազմի մի քանի օրերին ես ասենց շանլապը գլխիս հալածվել կարելի է ասենց պատկերավոր ասել։ Այսինքն ինքը ծառայել է 44 օրյա պատերազմի ընթացքում։ Ծառայում էր Արցախում, սկզբից Եղնիկներում էր, հետո տեղափոխվեց Ստեփանակերտ Ցորի զորամաս ու մասնակցեց 44 օրյա պատերազմին։ Ու մի օր ձեր մտքով չանցավ խառնել իրար ծանոթներին ու բերել Երևան։ Չէ, իհարկե, չէ, նայեք, պատերազմի առաջին օրը ես երբ որ ժամը 11-ին 7-ին լսել եմ լուրը, 11-ին արդեն եղել եմ Ստեփանակերտում, բնականաբար ես հասկանում եմ չեմ կարող իմ տղայի կողքը լինել, բայց գոնե մոտիկ պետքա լինեի ու անընդհատ մտածում եմ, որ միգուցե ինչ որ մի բանում կարող է պետք լինեմ, ես ընդեր լինեմ։ Իհարկե ես 5 օր որևէ տեղեկություններ չեմ ունեցել իր մասին, ընդհանրապես իրանց վաշտի, իրանց զորքերի տեղակայման հետ կապված։ 5 օր հետո ստացել եմ տեղեկություն, որ վիրավորվել է եւ գտնվում է Քելվաջարի հոսպիտալում, այդ ժամանակ դեռ կներեք
Զանգելանի հոսպիտալում, այդ ժամանակ դեր հանձնված չէր այդ հատվածները, հետո շտապեցին դեր, տեղափոխեցին իրանց տող գյուղ, ընդ որում տղայիս հետ կապված մեզ շատ հետաքրքիր դիպված եղավ, կպատմեմ հիմա։ Մի խոսքով գնացի, գտա տղայիս, իհարկե այդ 5 օրերը, որ ես չունեի տեղեկություն, ամեն օր նայում էի ցուցակները, կա ցուցակների մեջ թե չկա, դրանք իմ համար շատ ծանր էին, ես տնեցից ոչ մեկի զանգին չէի պատասխանում, որովհետև գիտեի ինչ պետք է ասեն, միշտ ուղղակի տեղեկություն ուղարկում, որ ամեն ինչ լավ է, ես տեղեկություն ունեմ, որ նորմալ է։ Փառք Աստծո ինքը փրկվեց, հետո եկանք, ամսի 2-ին տեղափոխեցինք Երևան։ Իհարկե ֆիզիկական վնասվածքները դրանք երկրորդական են, որովհետև մեր տունը առնվազն 6 ամիս ամբողջ օրը այդ խոսակցություններ սրան գտան, նրանք չգտան, սրա ինքնահողն է, այս մեկին նույնականացրել են, այսինքն այդ հոգեվիճակը պետք է փոխեր եւ Փառք Աստծո մենք հասանք նրան, որ իր մոտ հոգեբանական առումով ամեն ինչ կարգավորվեց, հիմա ամուսնացավ ու մտավ բնականում կյանք։ Իսկ բիզնեսում կայացրած ամենաբարդ որոշումը, որ կամ այս կողմ պետքա լինեք, կամ այն կողմ, ու եւ կորցնելիքը շատ մեծ է լինելու, եթե սխալ լինի որոշումը։ Ասեմ, դա իմ առաջին նախագիծն է 2018 թվականին, երբ որ ես որոշեցի լքել պետական համակարգը, որում աշխատել եմ պետեկամուտների կոմիտեում որպես նախագահի տեղակալ, որում փոքր անդրադառնամ էսի պաշտոնավարման ժամանակատվին 2000 թվականից ֆինանսների նախարարությունում եմ սկսել աշխատել որպես իրավաբան, հետո գլխավոր մասնագետ, հետո բաժնի պետ, ես պաշտոնական հիերարխիայի բոլոր ճանապարհներն անցել եմ, հետո 6 տարի աշխատել եմ նախագահի վերահսկողական ծառայությունում, հետո դրանից հետո հրավիրվել եմ ՊԵԿ, ընդ որում այն ժամանակ ստացա ինձ նշանակող անձին հորդորը, որտեղ 6 տարիա կյանքներս ուտում ես, ասում ես ՊԵԿ-ում ես լավ չի, այն լավ չի, դե գնա քեզ տալիս ենք ինքնուրույն հնարավորություն ինչ որ մի բան փոխելու։ Իհարկե մոտ 3 տարիներ, 2 տարի 8 ամիսը շատ կարճ ժամանակ է, որ կարողանայի ինչ որ մի բան հասցնել փոխեմ, բայց ես կարծում եմ, որ այդ տարիները իրականում ես իմ փոքրիկ, բայց իրական լուման ներդրել եմ մեր պետականաշինության մեջ, որտեղ ես բազմաթիվ օրենքների համահեղինակ եմ, որոնք որ համակարգաստեղծ են, դրանք բյուջետային համակարգի մասին օրենքն է, կանզապետական համակարգ, ստուգումների մասին, այսինքն այս ամբողջ համակարգերի հիմնադրմանը ես մասնակցել եմ ու նաև կուտակել եմ շատ մեծ փորձ։ Երբ որ այս դեպքերը 18 թվականի տեղի ունեցան, ես ամենաուրախ մարդն էի, կարելի ասել, որովհետև երբ որ հանդիպում եղավ այն ժամանակ վարչապետի մոտ Կարեն Կարապետյանի մոտ, ասաց Արմեն դու ինչի վրա ես ուրախ, ասացի անկեղծ որ արդեն ազատ եմ, որ դուրս կգամ պետական համակարգից, որովհետև իրականում պետական համակարգը մի տեսակ կապանքների մեջ ես, երբ որ դու ազատ մարդ ես կամ ստեղծագործող մարդ ես եւ ուզում ես ինքնուրույն ամեն ինչ առաջ տանել։ Դուրս գալուց հետո արդեն եղավ իմ ամենաառաջին դժվար որոշումը եւ ռիսկային որոշումը, որովհետեւ ես մտնեմ բիզնես միջավայր ու իմ բնավորության համաձայն ես չմտածի մտնեմ փոքրիկ քայլերով կառուցապատման մեջ, չգիտեմ, առաջին փոքրիկ տունը կառուցեմ եւ այլն։ Եվ շատ մեծ ռիսկի գնացի, ընդ որում գործընկեր ունեմ իմ ընկերներից, որը որ չմտավ իմ այդ ռիսկի մեջ, ուղղակի շատ մեծ էր կորցնելու շանսը։ Այո, շատ մեծ էր ու շուկան անորոշ էր, ասենց ասեմ, հիշում եք այդ օրերին շատ անորոշություններ կային, փակ փողոցներ, ինչ որ մի հատ sense իրավիճակներ, այդ մայիս, հունիս, հետո սեպտեմբեր ամիսներին էլի մի հատ ինչ որ նոր ալիք եղավ ու բոլորը ինձ ասում են, այստեղ երկիրը քանդվում է, երկիրը վառվում է, դու գնացել ես, բանը հող ես փորում, որ պետքա շենք սարքես, դա եղել է իմ առաջին ռիսկը։ Ովքեր են դառնալու այն թաղամասի բնակիչները, որը դուք կառուցում եք։ Գիտեք, մենք ի սկզբանե որևէ տեսակի սահմանափակումներ չենք ունեցել։ Չի եղել որոշակի շեշտադրում պոտենցիալ հաճախորդի, որ դա պետք է լինի պարտադիր ֆինանսապես ապահովված կամ որևէ ընտանիքի պատկանող ֆինանսապես հաջողված անձնավորություն։ Ավելի խնդիրը դրված է եղել ընտրել այնպիսի գնորդ, որը առաջին հերթին կկարևորի այդ կանաչը, որ կկարևորի այդ ճարտարապետությունը եւ այդ միջավայրը, որովհետեւ եթե դու հայտնվես այդտեղ եւ դա պարզապես մարքեթինգային արշավի արդյունքում ձեռք բերված գույք լինի,
եւ դու իրականում չկարողանաս դա գնահատես, դու չես վայելելու այդ ամեն ինչը։ Մեզ շատ հաջողվեց գտնել գնորդներ, որոնք որ եկան մեզ մոտ, գնեցին բնակարաններ եւ այսօր արդեն բնակվում են, ովքեր որ գնահատեցին հիմնականում կանաչը։ Կանաչ այդ միջավայրը, այդ ճարտարապետությունը, որի մեր համար գերխնդիր է եղել ի սկզբանե։ Հիմնականում Հայաստանի ներսից են ձեր գնորդները, Ամանո թաղամասի բնակիչները, թե Հայաստանից դուրս։ 2022 թվականին սկսվեց երկրորդ միգրացիան, այսպես ասված։ Հետ վերադարձը հայ համայնքի հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից եւ մեզ մոտ ստացվեց երկու բնակիչների, այսպես ասած, խումբ։ Մեկը կենտրոն համայնքից կենտրոն համայնքի խնդիրները նկատող եւ մեր միջավայրը գնահատող մեր բնակիչներն են, որոնք կենտրոնի բնակարանները փոխարինեցին մեզ մոտ բնակարաններով, եւ մյուսը այն համայնքն էր, որը ետ վերադառնալու ցանկություն ունի եւ իր միջավայրում այսօրվա տեսնում է այդ կանաչը եւ ուզում է իր ապագայում էլ տեսնի դա։ Բոլոր նրանք, ովքեր օրինակ Ռուսաստանի Դաշնությունում ապրում են, գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունը բավականին հարուստ է կանաչով, այրանք բավականին գնահատում են դա։ Երբ որ գալիս են տեսնում են, որ մեր մոտ առաջնային խնդիր է դրված։ Կարծում եմ մենք սիրուն սիմբիոզ ենք ստեղծել երկու, այսպես ասած, համայնքների համար։ Երբ խոսում ենք ամսագրային բիզնեսի մասին, այո, այս համացանցի արագ զարգացման ֆոնին, այն որ ամսագրային բիզնեսը կարող է այդքան էլ համացանցի հետ չհասցնել, ակնհայտ է եւ որպես գործարար շատերի համար նորմալ է, որ ամսագրային բիզնեսը ձեռնտու չէ, հիմա անցում կատարի օրինակ ռեստորանային բիզնեսին, բայց ռեստորանային բիզնեսը ծլում ծաղկում է Հայաստանում, ինքը նահանջ չի ապրում, առհասարակ սպասարկման ոլորտը զարգացող ոլորտ է եւ դուք զարգացող ոլորտից նաեւ անցնում եք կառուցապատման ոլորտ։ Գլխավոր դրդապատճառը ըստ էության Հայաստանում նոր բան առաջարկելներ։ Ես ավելի փորձեմ ամսագրից անցումը փորձեմ մեկնաբանել։ Ժամանակները շատ արագ փոխվեցին։ Երբ որ մենք ամսագիր էինք հրատարակում, մեր կատարված աշխատանքը մենք կարողանում ենք 1 ամսվա արդյունքը մատուցել ամսվա վերջին։ Օրինակ նույն հեռուստաընկերությունները այդ ժամանակաշրջանում դեռ թերթ հասկացողությունը բաներ դեռ բավականին ակտուալ էր եւ մարդիկ շաբաթաթերթեր էին կարդում եւ օրաթերթեր էին կարդում, որտեղ ինֆորմացիան ամենակարճը մատուցվում էր 1 օրվա ուշացումով։ Ինտերնետը հնարավորություն տվեց այդ ժամանակաշրջանը տեղափոխել մինչև մի քանի ժամ, երբ որ խմբագրվում էր նյութը եւ մատուցվում էր։ Այսօր դա դարձել է րոպեների խնդիր, այսինքն դուք միանգամից կարողանում ես մատուցես ինֆորմացիան մի քանի րոպեվա ընթացքում։ Ոնց որ օրինակ ինտերնետը դարձավ նոր խոսք հեռուստատեսության համար, այդպես էլ ինտերնետը դառավ նոր խոսք ամսագրային բնակավարի համար։ Եվ արդեն ունենալով ակտուալություն այդ բնակավարում, բնականաբար պետք է անցում կատարենք նոր բնակավար։ Ռեստորանային բնակավարը, այո, ծաղկում էր ապրում եւ մինչ օրս է ծաղկում է ապրում, քանի որ դա փոխկապակցված է նաեւ туриզմի հետ եւ այդտեղ էլ մենք ունենք հնարավորություն տարբերվող առաջարկաներ, այսինքն մենք չվերցեցինք Կասկադի ամենաբարձր վարձով տրվող տարածքը եւ սարքեցինք հերթական ռեստորանը։ Ես վերցեցի մի տարածք, որը որ մատնվել էր անուշադրության եւ 1 տարի վերականգնեցինք այնտեղ այդ նույն կանաչը, միջավայրը եւ փորձեցինք նոր խոսքով գալ եւ լինելով կենտրոնից բավականին հեռու։ Ժամանակաշրջաններն անցավ, արդեն 10 տարի մենք արդեն անցել ենք այդ սկզբից եւ ես հասկացա, որ չեմ ուզում գործունեությամբ զբաղվեմ, որը որ կապված է օրվա հաճույքի հետ։ Ինչու՞։ Դա մնայուն չէ։ Դա որոշակի ժամանակ հետո կարելի ասել հոդս է ցնտում, ինչպես ամսագրային գործունեությունը։ 18 տարի ամսագիր տպագրելուց արդյունքում այսօր այդ ամսագիրը գրեթե ոչ մեկին ոչ պետք չէ։ Այդ ժամանակաշրջանում շատ ակտուալ էր։ Այն մարդուն, որ մենք դնում ենք շապիկին, ինքը 1 ամիս վայելում էր։ Ես հիշում եմ, ոնց էի գնում, որ գնեմ։ Բայց եթե հայացք նետենք, ապա կտեսնենք, որ 18 տարի գործունեությունը այսօր ոչ մի ձևով արտացոլված չի մարդկանց կյանքում։ Իհարկե ճակատագրեր է փոխել է մարդկանց հնարավորությունները։ Մինչ օրս, երբ որ ցանկանում են դիմեն ամերիկյան դեսպանատուն, ասում են կարող է 1 օրինակ մնացած լինի ամսագրից տանեմ ցույց տամ, որ ես հայտնի եմ եղել ժամանակին։ Բայց
ես մեծ ափսոսանքով եմ նայում իմ ժամանակին, որը որ Կորցված իմ համար մնայուն չի եղել։ Նույնը ժամանցային ոլորտում։ Դու կարող ես ունենալ հարյուրավոր ռեստորաններ, իրանք կարող լինեն կոնկրետ ժամանակաշրջանում պոպուլյար, եւ անցնում է մի քանի տարի, իրանք կորցնում են իրանք հրապուրությունը եւ իրանք ստիպված են փակել։ Ես օրինակ ինչ հիմա անում եմ, ինչով հիմա զբաղվում եմ, ես գիտակցաբար չեմ ընտրել այս ամեն ինչը։ Կյանքը ինքը բերել է այդ այսպես ասած հնարավորությունը մարդկանց, ես ասել եմ բերել է ձեզ մոտ հնարավորությունը, դուք չեք փնտրել, չեք որոշել, որ այսօրվանից զբաղվում եմ գործարարությամբ, այլևս չեմ ուզում դառնալ վարձու աշխատող, չեք գրել այսպես 1 2 3 կետերը քայլերով պետք է գնամ անեմ, չէ՞։ Չէ, դե ձեր բախտը փաստորեն բերել է։ Լավ, եկեք անվանենք իրան բախտ, բայց բախտը ունի իր տրամաբանությունը, ունի իր կառուցվածքը։ Ես զբաղվել եմ հաշվապահությամբ։ Պատկերացրեք, ես մեծացել եմ տնտեսագետների ընտանիքում եւ իմ տեսած տնտեսագետները, իմ ծնողներն են եղել առաջին, իրանք մայրս աշխատել է Գրանցան լամպերի գործանում, այսպես ասած հայրս նայրիտ գործանում եւ բնականաբար աշխատավարձը բարձր չի եղել։ Ես միշտ մտածել եմ, լավ, ոնց կարելի է շատ գումար աշխատել լինելով տնտեսագետ։ Հետո ես ընդունվեցի Ժող ինստիտուտ, բայց զուգահեռ ուսումնասիրում էի հոգեվերլուծությունը դեռ 8-րդ դասարանից։ Ժող ինստիտուտում երբ որ ես սովորում եմ, ասում եմ, լավ, ինչ պետք է անեմ, ես այս գիտելիքը, էլի, վիճակագրության բաժին եմ ավարտել Ժող ինստիտուտի։ Հետո ավարտեցի, գնացի զինվորական ծառայության, վերադարձա ու աշխատեցի, սկսեցի աշխատել որպես հաշվապահ, ու իմ կյանքը գիտեք ոնց։ Ես հաճույք չէի ստանում ոչ իմ առօրյայից, ոչ իմ գործերից։ Այսինքն դուք աշխատավարձով ապրող մարդ եք ու հաճույք չէիք ստանում։ Հա, բայց այդտեղ ես ուզում եմ ընդգծել ոչ թե աշխատավարձի փաստն ինձ անհանգստացնում։ Կարող է ես աշխատեի օրինակ հոգեվերլուծաբան աշխատավարձով ու ինձ երջանիկ զգայի։ Դե սիրած գործը փաստորեն չէիք անում։ Դա է ամենակարևորը։ Եվ ես ինձ համարել եմ միշտ որպես հաշվապահ, միջինից մի քիչ բարձր, ոչ ավել։ Բայց մի անգամ դասի ժամանակ իմ ուսանողներից մեկը, ես դասավանդում էի նաև հաշվապահություն, ես ընկերություն հիմնադրեցի, որտեղ դասավանդում էի, իմ ուսանողիներից մեկը հարց տվեց կյանքի իմաստի մասին, եւ ես այդ բանին հասկացա, դա այն ազդակն էր, որը կյանքից ինձ եկավ։ Նայ այս կողմ, մտածի կյանքի իմաստի մասին, ավելի խորը հարցերի մասին մտածի, քան ուղղակի դեբետ կրեդիտն է։ Եվ ես այդ պահից սկսած ասացի, ես ուզում եմ զբաղվեմ հենց այն գիտելիքի տրանսլյացիայով, որը կուտակել եմ դեռ 8-րդ դասարանից անընդհատ վերլուծելով, եւ ես սինթեզեցի այդ գիտելիքը, ավելի իրան փաթեթավորելով ստեղծեցի զարթուցիչ նախագիծը, որը շատ հաջողված նախագիծ էր, եւ այստեղ ես ուղղակի կյանքի հետ, այսպես ասած, տանդեմում կյանքի հետ բալանսի մեջ եմ եղել։ Կյանքը ինձ առաջարկել է զբաղվել դրանով, ես զբաղվել եմ, եւ ես հիշում եմ, ես ուղղակի մի գովազել գրեթե չէի անում, բայց հարյուրավոր մասնակիցներով դալիճներ էին հավաքվում։ Հիմա էլ եթե նույն գործունեությամբ զբաղվեմ, կարծում եմ էլի ինքը նույն արդյունքը կունենա։ Գրիգոր, այսինքն հնարավոր չէ լինել հաջողակ գործարար, չսիրելով այն ամենը, ինչ դու անում ես։ Չսիրելով կոնկրետ այդ բիզնես ոլորտը, դառնալ այդ բիզնես ոլորտում հաջողակ գործարար։ Գիտեք ոնց, միգուցե հնարավոր է, եթե դու սիրում ես փողը, կարող է ինչ-որ բիզնեսի տեսակ լինի, որը բուն բիզնեսը դու չսիրես, բայց փող լինի։ Փողի հանդեպ սերը չի ծածկում ամեն ինչ։ Չէ, ամեն ինչ չի ծախսում, բայց որոշակի ազարտ ու էներգիա տալիս է, այսինքն եթե լավ փող է գալի ինչ-որ բիզնեսից, հա, բայց նման դեպքերում դու միշտ նաև ունենում ես մի զբաղմունք, որից եւ հաճույք ես ստանում եւ զբաղմունքից եւ փող աշխատելուց։ Սովորաբար դա ավելի մեծ հեռանկար ունի զարգանալու։ Եվ այս դեպքում անհնար է, չէ՞, սխալներ չգործել այս ամբողջ ընթացքում, երբ եւ ուզում ես սիրածդ գործով զբաղվել եւ նաեւ շատ գումար վաստակել, անհնար է սխալներ այդ ընթացքում չգործել։ Հետեւապես հաջորդ հարցը ձեր կյանքի ամենաթանկարժեք սխալը, որ գործել եք։ Գիտեք, հիմա ես այն տարիքում եմ գտնվում, որ մի քիչ դժվար կլինի իմ համար ասել, որ ես այսինչ հարցում սխալվել եմ, ասեմ ինչի, որովհետև սխալի եւ ճշտի գնահատականը պետք է տրվի ավելի մեծ ժամանակի մեջ։ Այն ինչ հիմա իմ աչքերով սխալ է եղել, կարող է 10 տարվա կտրվածքով ես նայեմ, պարզվի, որ ինքը շատ մեծ ծառայություն է մատուցել այդ սխալը իմ կյանքին։ Այսինքն շատ փող կորցրեցիք, ընկերներ կորցրեցիք, բայց ոչինչ, գուցե 10 տարվա հեռանկարից որ նայեք, ինքը լավ էլ բան ստացված լինի։ Այո, դրա համար ես գտնվում եմ բավական երիտասարդ տարիքում, այս տարիքում գնահատական տալը կարծում մի քիչ շուտ է։ Օրինակ 50-60 տարեկանում, երբ որ հետ հայացք գցեմ, այսօրվա սխալներին, որը այսօր ես գործել եմ,
ու այսօրվա գնահատականով է ինքը սխալ, այդ կտրվածքում ինքը կարա սխալ չլինի, կարա ճիշտ լինի ու կարա ձեռքբերում լինի մեծ։ Այդ իմաստով ես չեմ շտապում գնահատականներ տալ, բայց իհարկե եթե նայում ենք ամենօրյա գործունեության կտրվածքով, ես օրինակ բիզնես եմ արել, այդ բիզնեսի վրա ծախսել եմ մոտ 2-3 տարի ժամանակ ու ինքը չի գնացել, չի զարգացել, չի ստացվել եւ հետո փակել եմ այդ բիզնեսը ու հասկացել եմ, որ իմ կյանքից օրինակ 3 տարի ես ծախսեցի այդ բիզնեսի վրա։ Ու ինչ եք անում, երբ փող եք դնում, ջանք եք դնում 3 տարի, որ ինչ որ մի բան ստեղծեք, արդյունքում չի ստացվում, չեք ասում, չէ, ինձնից բիզնեսմեն դուրս չի գա։ Գրիգոր, քեզնից բիզնեսմեն դուրս չի գա, փակի անցի առաջ։ Չէ, գիտեք, նայեք, եթե զուգահեռ այդ ամեն ինչին դու նաև այլ գործունեության տեսակներով ես զբաղվում, որը ստացվում է քո մոտ, հա, այստեղ այդ հարցը չի էլ ծագում։ Ուղղակի այդ նիշան, այդ բիզնեսը իմ համար չէր ու ընդհանրեն այդքանը։ Թե չէ, ես ցենց ասեմ, ես բիզնեսի աշխարհ եկել եմ շատ օրգանիկ, ես հաշվապահ եմ եղել, հետո մի օր հաճախորդներս այնքան շատացան, որ հաշվապահական ընկերություն բացեցի։ Դեպ սա ամենահաճախ անցումն է, երբ որ դու մասնագետից անցում ես կատարում դեպի բիզնես։ Իրավաբանես իրավաբանական ընկերություն ես ստեղծում, դիզայներես դիզայներական ընկերություն։ Սա ամենահաճախ հանդիպող, այսպես ասած, բիզնեսի ստարտի ձևերից է, մասնագիտությունից բիզնես գնալու ֆորմատը։ Միայն այստեղ մի հատ շատ կարևոր կետ կա։ Ինչ որ կետում արդեն երբ որ բիզնեսը օրինակ 5-6 հոգանոց ընկերություն ես դու դառնում, ինչ որ կետում արդեն դու պետքա ընտրես, դու շարունակում ես լինել մասնագետ, թե գնում ես արդեն դեպի գործարարություն։ Եվ այստեղ դու պետքա սպանես քո մեջ այդ մասնագետին ու դառնաս։ Խանգարում է։ Հա, իհարկե խանգարում է։ Որովհետև եթե օրինակ ես շարունակեի մեր հաշվապահական ընկերությունում ինքս, հա, էլի որպես հաշվապահ լինեի, ես կբավարարվեի օրինակ 100 հաճախորդով, կբավարարվեի ինչ որ մի հատ մասնագիտական մակարդակով, որից են կողմ ես գնալու տեղ չունեմ, դու որպես մասնագետ էլ չես կարա մեծ մասշտաբների ծառայություն ստեղծես, արժեք ստեղծես, հա, ինքը խանգարում է։ Եվ այդ կետում իդեպ նաև ասեմ մասնագետի մտածելակերպն էլ այլ գործարից տարբերվում է շատ։ Որպես մասնագետ դու օրենքի տարի կամ ասենք բարի ճշտությամբ ես ծառայություն մատուցում, կոնկրետ եթե իրավաբանության կամ հաշվապահության մեջ նայենք, բայց բիզնեսմենի դեպքում երբեմն որոշումները լինում են բավական արագ, բավական անկանխատեսելի, բավական հախուռն ու երբեմն նման որոշումները շատ համեծ հաջողություն են ունենում, այսինքն բիզնեսմենի մտածելակերպը եւ մասնագետի մտածելակերպը շատ տարբեր է։ Օրինակ կամ առանցքային բաներ, որոնք երբեք չեք խախտում, ինչ ուզում է լինի, ինչ գործարք ուզում է լինի, որքան փող դրա ետևում երևա, կան մի քանի բաներ, որ դուք երբեք չեք խախտում։ Այո։ Որոնք են։ Առաջի ամենակարևոր կանոնը իմ համար դա բալանսի կանոնն է։ Եթե ես վերցնում եմ ինչ-որ մի բան, ես պարտադիր միշտ նույնքան վերադարձնում եմ եւ հակառակը, եթե ես ինչ-որ մի բան տալիս եմ, ես սպասում եմ եւ ձգտում եմ իմ տվածին համաչափ վերցնել, որովհետեւ բալանսի կանոնը բիզնեսում ինքը բազային կանոններից է։ Կապիտալի ուժը հաղորդման հովանավորն է անշարժ գույքի ոլորտում առաջատար Argo Realty ընկերությունը։ Այցելեք Կոմիտաս 19 կոտորակ 1։ Սա Argo-ի հասցեն է, որ գտնեք ձեր հասցեն։